Բարև ձեզ։ Այսօրվա հոկտեմբերի 6-ի ամբիոն հաղորդաշարի հերթական հաղորդումը վերնագրել եմ Եվրոպայի չեխական թնջուկը։ Բայց նախքան թեմային անցնել, ինչպես միշտ կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ։ Դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամասյա Հովհաննիսյանի YouTube ալիքը ավելի է տարածվում։ Իսկ հիմա անցնեմ բույնյութին, այսպես Եվրոպայի չեխական թնջուկը։ Բանն այն է, որ անցյալ շաբաթ եւ կիրակի օրերին Չեխիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Արդյունքում հաղթեց նախկին վարչապետ միլիարդատեր դժգոհ քաղաքացիների ակցիա կուսակցության ղեկավար Բաբիշը, որը հավաքել է ընտրողների 35% ձայները։ Իշխող մինչև այդ իշխող կուսակցությունը Ֆիալայի վարչապետ Ֆիալայի գլխավորությամբ հավաքել է ձայների 23%։ Եվ այսպես վերջնական արդյունքները հրապարակելուց հետո հայտնի դարձավ, որ ընտրություններում հաղթել է նախկին վարչապետ միլիարդատեր, կրկնում եմ, Բաբիշը։ Բայց ըստ ամենայնի Բաբիշին ստորին պալատում խորհրդարանի բացարձակ մեծամասնություն կազմել չի կարող, եւ նա ստիպված պետք է լինի կոալիցիա մտնել այլ կուսակցությունների հետ, բայց Չեխիայի բոլոր խոշոր կուսակցությունները, որոնք անցել են ընտրությունների շեմը, խոշոր կուսակցությունները արդեն հրաժարվել են համագործակցել Բաբիշի հետ, բայց Բաբիշը համագործակցելու է ըստ ամենայնի երկու ծայրահեղական աջ ուժերի հետ, SPD-ն մեկը եւ մյուսը եվրասկեպտիկներ կոչվող ավտոմոբիլիստներ, նույնպես ծայրահեղական աջ ուժն են։ Եվ նրանց միջոցով թերևս Բաբիշը կկազմի նոր կառավարություն։ Այսպիսով, ըստ որոշ քաղաքական գործիչների, վերլուծաբանների, քաղաքագետների, Չեխիայում իշխանության անցած Բաբիշի կառավարությունը կարող է մի նոր գլխացավանք դառնալ Եվրամիության համար Հունգարիայից եւ Սլովակիայից հետո։ Սա է թերևս պատճառը, որ դատելով ռուսական զանգվածային լրատվության միջոցների արձագանքից, հայտ է նրանց գոհունակությունը Չեխիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրության արդյունքներից։ Բանն այն է, որ Բաբիշը միշտ հանդես է եկել Ուկրաինային ռազմական օգնության տրամադրելու դեմ եւ հանդես եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման եւ սերտացման օգտին։ Եվ գիտեք, ինչու է կայանում ըստիս Բաբիշի կուսակցության առավել հաղթանակը Չեխիայում խորհրդարանական ընտրություններում։ Բանն այն է, որ վերջին 2-3 տարիներին զգալիորեն թանկացել են Չեխիայում կյանքը։ Բնականաբար կապված է դա պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմով, որի արդյունքում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները անդրադարձան նաև Չեխիայի էներգակիրների վրա, որովհետև Չեխիան էներգակիրներ, գազ եւ նավթ գնում էր Ռուսաստանից։ Հիմա դրանք գինը թանկացավ, պակասեց եւ բնականաբար էներգակիրների գնաճի հետևանքով բարձրացան նաև թե կոմունալ ծախսերը, թե սննդամթերքի եւ ապրանքների գները։ Ընդհանուր թանկացումը առաջացրեց որոշակի դժգոհություն Չեխիայի բնակչության շրջանում։ Եվ սա էր հետևանքը, եւ արդյունքը Բաբիշի կուսակցությունը հաղթեց ընտրություններում։ Եվ պարլամենտական խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ Չեխիայի նախագահ Պետեր Պավելը, որը նախկին գեներալ է, ՆԱՏՕ-ի գեներալներից, իհարկե զինվորական գործունեությունը սկսել է դեռ
այն ժամանակ, երբ Չեխոսլովակիան Վարշավայի պայմանագրի անդամ երկիր էր, եւ հիմա արդեն Պետեր Պավելը գեներալ է, արդեն ՆԱՏՕ-ի գեներալ, նախկին հանդիպում է ունեցել պարլամենտական խմբակցությունների հետ եւ նշել, որ եթե Չեխիան կրճատի կամ էլ ընդհանրապես դադարեցնի Ուկրաինային օգնելը հրանոթային արկերի ու ռազմամթերքի մատակարարումների գծով, ապա դա առաջին հերթին կվնասի իրեն։ Ի նկատի ունի, որ Ռուսաստանը Ուկրաինան ըստ էության պատվար է այսօր ռուսական ագրեսիայի առաջ դեպի Եվրոպա, պատնեշ է։ Սա է նկատի ունի, որ կվնասի այսինքն իրեն, եւ որտեղ չի բացառում, որ եթե Ուկրաինան չդիմադրի, չկարողանա դիմադրել եւ հանձնվի, ապա ռուսական էքսպանսիան կշարունակվի դեպի արևելյան Եվրոպա։ Բանն այն է, որ Բաբիշը նախկինում ասել էր, թե այդ նախաձեռնությունը, նկատի ունի Չեխիայի նախաձեռնությունը, որով Ուկրաինային ռազմամթերք հիմնականում մասնավորապես հրետանային արկեր էր մատակարարում, պետք է դադարեցնել, որ դա ՆԱՏՕ-ի գործն է, այլ ոչ թե բուն Չեխիայի։ Բայց ըստ Չեխիայի արտաքին գործերի նախարար, հիմա արդեն նախկին Յան Լիպավսկու, ՆԱՏՕ-ն այդպիսի ապարատ չունի։ Հիշեցնեմ, բանն այն է, որ ինչի մասին է խոսքը։ Բանն այն է, որ 24 թվականին փետրվարին Չեխիան իր շուրջը համախմբեց եվրոպական 16 երկրների դոնորների ու ձեռնարկեց Ուկրաինային ռազմամթերքներ մատակարարելու նախաձեռնությունը, անկախ Եվրամիությունից։ Այսպիսով, մինչև հիմա Չեխիան կարգավորում էր աշխարհի տարբեր երկրների ռազմաարդյունաբերողների արտադրության ռազմամթերքների հայթայթումն ու մատակարարումը Ուկրաինային։ Օրինակ, անցյալ տարի Ուկրաինան այդ նախաձեռնության արդյունքում ստացել է 1,5 միլիոն հրետանային արկ, իսկ այս տարվա ընթացքում 1,100,000 արկ։ Մինչդեռ ներողություն, մինչդեռ չեխական ընդդիմությունը, որ հիմա եկել է իշխանության, դրան դեմ է, համարելով, որ դա տեղի ունենում ի հաշիվ Չեխիայի բնակչության բարօրության եւ Չեխիայի բնակչության զգալի մասը, որ ձայն է տվել ներկայիս արդեն հաղթած ընդդիմությանը, համաձայն է այդ մոտեցման հետ։ Մի խոսքով, թեպետ դեռ վաղ է ինչ-որ վերջնական եզրահանգումներ անել, թե ինչ քաղաքական կուրս կընդունի Չեխիայի նորընտիր եւ մոտորերս ձևավորվելիք կառավարությունը, բայց թերևս այն մտահոգությունները, որ կան Եվրոպայում, որ Չեխիան կարող է նոր գլխացավանք դառնալ Եվրամիության համար Հունգարիայից եւ Սլովակիայից հետո, այնքան էլ անիրատեսական չեն։ Իդեպ Բաբիշի մասին։ Բաբիշը բիզնես հետաքրքրություններ ունի Թուրքիայում։ Ըստ լրատվական աղբյուրների, Բաբիշը կլինիկաների ցանց է գնել Թուրքիայում։ Իդեպ Բաբիշը, որ իր միլիարդները կուտակել է ագրոբիզնեսի ոլորտում, հիմա անցել է նաև բժշկության ոլորտ եւ կլինիկաների ցանց է ստեղծել Եվրոպայում, որոնք զբաղվում են անպտղաբերության բուժմամբ։ Նա այդ սկսել է Պրագայից եւ Բռնոյից եւ հիմա արդեն եվրոպական 40 քաղաքներում ունի նման կլինիկաներ եւ հիմա արդեն գնել է նաեւ անցել է նաեւ Թուրքիա։ Իդեպ իր ստեղծած, Բաբիշի ստեղծած Future Life բժշկական հոլդինգի միջոցով։
Future Life Holding-ը գնել է թուրքական խոշոր ընկերություն, որը նույնպես զբաղվում է անպտղաբերության բուժմամբ։ Իհարկե չի բացառվում նաև թուրքական այլ բիզնես շրջանակների հետ նրա հնարավոր կապերը։ Սա որպես իբրև իգիտություն։ Այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասելը մեկ անգամ եւս կոչով դիմում են բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, ապա բաժանորդագրվեք իմ Ամասիա Հովհաննիսյան YouTube ալիքին, դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամասիա Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Այսօր այսքանը, ցտեսություն, կհանդիպենք խաղաղություն մեզ, խաղաղություն աշխարհին։